Հացահատիկի ցանքսերի 57,000 հեկտարից հնձված է 42,000-ը։ Գարու միջին բերքատվությունը հեկտարից 21, ցորենինը 28 ցենտներ է։ Գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն ասում է, որ տեղյակ է, թե ինչ է կատարվում հիմա դաշտերում։ Տեխնիկական հնարավորությունները փորձում են օգտագործել հնարավորինս արդյունավետ, որ ազատ կոմբայն ու չհնձված տարածք չմնա, քանի որ եւ գարին է հասունացել եւ ցորենը որոշ տեղերում նաեւ հնդկացորենն են հնձում։ Մենք չենք կարող ամբողջ կոմբայների մեծ խմբականակը միայն պահել գարու ցանքերում, ավարտել, հետո անցնել, քանի որ դա նաև տեխնիկական խնդիրներ է առաջացնում եւ նաև տեղափոխելու խնդիրներ են, այնպես որ այդ բոլոր աշխատանքները բնականon նույնով ընթանում է եւ փառք Աստծո այսօր մենք լուրջ խնդիրներ չունենք եւ բերքահավաքի աշխատանքները եւ մթերող կազմակերպությունների փոխադրումների աշխատանքները գտնվում են մեր ամենօրյա ուշադրության ու վերլուծությունների արդյունքում։ Բերքի քանակից նախարարը գոհ է, հատել են 100,000 տոննայի սահմանը, մոտավոր հաշվարկով կհավաքեն եւս 40,000 տոննա։ Քանակը շատ է, բայց սոսնձանյութը, որի պարունակությունը հատիկում որոշում է նրա գինն ու որակը, քիչ։ Որոշ օգտագործողների մոտ իհարկե կա սոսնձանյութի պակաս, բայց կա նաեւ բազմաթիվ օգտագործողներ, որոնք որ համապատասխան ուրեմն ագրոտեխնիկական կանոնները, ազոտի համապատասխան քանակությունը արդեն տվել են օգին եւ նրանց մոտ եւ բարձր բերք է ստացվել եւ համապատասխանաբար բարձր սոսնձանյութ։ Ալարաղացները ընդունում են բարձր սոսնձանյութով ցորենը, հիմնականում 20-ից բարձր։ Ըստ տրամաբանության դրանով պետք է նաեւ գինը որոշվի։ Ընդունում ենք միայն հացահատման պարամետրերին համապատասխանող ցորեն։ Ժողովուրդը արդեն ինչ որտեղ հասկանում են, որ անասնակերտ ցորենը հացահատմանը չի բավարարում։ Գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի կարծիքով բերքն այնքան շատ է, որ բարձր սոսնձանյութով ցորենի, այսինքն որակյալ ալյուր, բնականաբար եւ հաց ստանալու խնդիր տեղական արտադրողները չեն ունենա։ Վերամշակող կազմակերպությունները, ալերաղացները ունեն ընտրության լայն հնարավորություն, այսինքն 100,000-ի միջից նրանք կարող են 20-30,000 տոննա ընտրել լավագույն, ուրեմն բարձր սոսնձանյութ ունեցող ցորեններ։ Ալարաղացներում հիմա եռուզեռ է, Ասկերանի շրջանում պահեստները հիմնականում լեփլեցուն են։ Ալյուրի արտադրությանը զուգահեռ շարունակում են ցորենի մթերումը։ Էրմի ընկերությանը պատկանող տարածքում մեքենաների հերթ էր։ Տնօրենն ասում է, որ իրենց տարածքում ցորեն նաև գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամն է ընդունում։ Հերթը դրանից է։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Բախշյանը բացատրում է. Բերքն ընդունելուն զուգահեռ հիմնադրամը նաև գարին եւ ցորենը տեղափոխում է Հայաստանի Հանրապետություն, տեղ ազատելով պահեստներում։ Հերթերը գոյանում են այն ժամանակ, երբ պահեստներում, որոնք ի դեպ բանվորական ուժի կարիք ունեն, համընկնում են բեռնման եւ բեռնաթափման աշխատանքները։ Ամենամեծ խցանումը որ լինում է 7-8 մեքենա, որը մի ժամում կարող է դատարկվի։ Ուղղակի մի կես ժամ պետք է սպասեն, կամ Հայաստանի Հանրապետության մեքենային առաջինը բաց թողնենք, որ ազատվի տեղ, կամ էլ տեղ սարքավորումներով, որոնք տեսել եք, այդ սարքավորումներով տեղ ազատենք, այս է խնդիրը։ Հիմնադրամը գարի եւ ցորեն ընդունում է Մարտունու, Ասկերանի, Վարանդայի, Երևանի պահեստներում, բերքահավաքին զուգահեռ նոր պահեստներ են վարձակալել Հայաստանի Հանրապետության Խնձորեսկ եւ Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղերում։ Հիմա փորձում են կանոնակարգել աշխատանքը, գարին եւ ցորենն ընդունել առանձին տեղերում։ Գարի այս պայդրությամբ կա միայն Մարտունիում, որը 2 օրվա ընթացքում ելի կտեղափոխվի Հայաստանի Հանրապետություն։ Բերքահավաքի մեկնարկից ի վեր գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը մթերել է 5,500 տոննա գարի, 6,500 տոննա ցորեն։ Մթերված հատիկից մոտ 4,000 տոննան վաճառվել է։ Հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշյանի խոսքով ստացված գումարը օգտագործում են հողագործներին վճարելու համար։ Հիշեցնենք, որ հիմնադրամը գարին Արցախի տարածքում ընդունում է 105 դրամով, պարենային ցորենը 120։ Հեռանկարում կա, որ գարի լիարժեք ուղարկենք Հայաստանի Հանրապետություն երևությամբ, իսկ ցորենը պահենք այստեղ մոտորապես 8,000-ից 10,000 տոննայի սահմաններում։ Հիմնադրամի սահմանած գները լուրջ մրցակցություն են ստեղծել։ Ալարաղացները ցորենն ընդունում են միջինը 120 դրամով։ Ասկերանի շրջանում տեղակայված ալարաղացների պահեստներում արդեն իսկ մոտ 8,000 տոննա ցորեն է մթերվել։ Էրմի ընկերության տնօրենն ասում է, որ գումարը վճարում են անմիջապես։ Որոշ դեպքերում մի քանի օրվա ընթացքում այլապես կհանձնեն հիմնադրամին, որը անկախ ցորենի որակից բերքն ընդունում է 120 դրամով։ Մի անգամից կարողանում են հանձնել նույն տարածքում
պետությանը հիմնադրամին։ Հիշեցնենք, որ Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին բերքը հանձնելով հողագործները կարող են հատիկով մարել հիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորությունները, բանկերում փակել վարկերը, վճարել ագրոծառայությունների դիմաց, ջրային տնտեսության ունեցած պարտքը։ Մնացած գումարը վճարվելու է հացագործների հետ մշակված ժամանակացույցի համաձայն, իսկ մինչ այդ հանձնված բերքի 20%-ի գինը հողագործները կստանան արձեռն բերքահավաքի աշխատանքները կազմակերպելու համար։ Լուսինա Ավանեսյան, Աշոտ Գասպարյան, օր։